Ողջույն բոլորին։ Այսօր խոսելու ենք գաղտնի հետաքրքիր թեմաներից, որ մարդկությունից թաքցնում են, որ շախոսա էքստրասենսները, որ շախոսա պայծառատեսները կամ ուշակները։ Իսկ իմ համար կարևոր է նա, որ մարդիկ իմանան ճշմարտությունը, չիմանան միայն նա, ինչը որ սովորացրել են դպրոցներում։ Ես ում բացատրեմ, բայց շատ լսած կլինեք, որ բոլոր մարդիկ իրար հետ կապ ունեն, ինչ-որ ընդհանուր կապ ունեն։ Բայց աշխարհում ինչ գիտենք ինչ-որ սենց կիսատ պրատ վերացական ոչ մի հարցի պատասխան լիարժեք չի տա։ Հիմնականում սուտն է, բայց ինչքան էլ որ մենք չիմանանք ճշմարտությունը, որն է, այն լսելուց առաջանում է հետաքրքրություն։ Ինչ է յանից ներկայացնում մարդերակը եւ ինչով են մեկը մյուսի հետ կապված։ Նայեք այստեղ։ Այստեղ ստույգ երևում ամեն ինչ։ Ցանկացած մարդ այս աշխարհում, այսի ունի բիոէներգետիկ դաշտ, աշխատում է ակտիվ, հաճախականությամբ, ոնց որ հոսակները մարդու շուրջ լարում, այսպես ասած, հոսակի նման վիբրացիա, չիստոտա, եւ նկարի մեջ կարող եք տեսնել հստակ, որ ամեն մարդու մոտ դա կարող է լինել տարբեր, այսինքն այստեղ ուզորները, ամեն ինչը կարա իրարից տարբերվի։ Եվ ամենահետաքրքիրը ինչա գտնվում վերևում։ Վերևում գտնվում է էգրեգոր աստվածը, որը սա կապ չունի ինչ-որ տեսակի հավատքի հետ, ընդհանրապես կապ չունի։ Այսինքն սա էներգա-ինֆորմացիոն обмена, այսինքն ընդհանուր մի հատ պոլա է, դաշտ է։ Այսինքն պատկերացնենք օդում մի տեղ կախված մի հատ sense մեծ գունդ հոսանքից, որից տարբեր ճյուղեր են գնում դեպի 8 միլիարդ կամ ավել մարդկանց եւ այդքան մարդկանցից էլ միաժամանակ հետ է գալիս դեպի էգրեգոր դաշտ ինչ որ տարբեր բաներ։ Էգրեգոր դաշտը ոնց է աշխատում։ Նայեք այստեղ տեսնում եք հստակ, որ ես նկարել եմ մի ստրելկա ինքը ցույց տալի մարդուց դեպի էգրեգոր, մի ստրելկա էգրեգորից դեպի մարդ։ Այսինքն մարդը հանդիսանում է էգրեգորին եւ տվող եւ էգրեգորից ստացող, նույն էգրեգորը մարդուն տվող եւ մարդուց ստացող։ Սա այսպես եւ ինչ կարան տան էգրեգորին մարդիկ։ Ցանկացած մարդկանց ուզերը, հավատքը, ինչ տեսակ հավատքի են իրանք գնում, այսինքն կլինի իսլամ, կլինի քրիստոնեություն, կլինի բուդդիզմ, իրանց բոլոր ուժը ամեն ինչ էներգետիկ դաշտը միասնական է աշխատում։ Երբ որ մարդկանց մեծամասնությունը ապրում է վախի մեջ, ինքը այդ իր էներգետիկ դաշտից այդ լարումը, այդ վլարված հոսանքները փոխանցում է էգրեգոր դաշտ։ Իսլամիստները հավատքում ինչ-որ ապրումներ են ապրում, չէ, այդ ապրումները ինչ-որ միտեղ գնում է, չէ, օդում չի մնում կախված էներգետիկան երբեք, ինքը գնում է էգրեգոր դաշտ։ Հետևաբար այնտեղից ինչ-որ մի բան ստանում է, բայց ինչ է ստանում էգրեգոր դաշտից։ Դուք կասեք երևի գուցե էգրեգոր դաշտն է ինչ-որ մի բան մարդուն փոխանցում, ասեմ, որ ոչ, էգրեգոր դաշտը տալիս եւ փոխանցում է մարդկանց մեջ ամեն ինչ, հասկանալի է, չէ։ Այսինքն նայեք, ես որպես քրիստոնյա հիմա որ աղոթում եմ, մենք այդ մտնում է էգրեգոր դաշտ եւ դա փոխանցվում է օրինակ պատկերացրեք արաբներին, ովքեր իսլամ են ընդունել եւ լրիվ մեր հավատքի հետ կապ չունի։ Մտնում է էգրեգոր դաշտ եւ փոխանցվում է արաբներին։ Արաբները աղոթում են կամ բուդդիստները աղոթում են։ Իրանց այդ ստեղծած ապրում էներգիան, ուրիշ ավանդույթը, ուրիշ էներգետիկ դաշտը, ուրիշ բիոպոլյան, որը մեզնից տարբեր է, քանի որ այլ ազգություն է, այդ ամբողջը տեղափոխվում է էգրեգոր դաշտ եւ տեղափոխվում է օրինակ Հայաստան, տեղափոխվում է։ Հետևաբար ուզում եմ գիտակցեք մի բան, որ տաճարները, եկեղեցիները եւ նմանատիպ ցանկացած կառույց ինքը պորտալներ է դեպի էգրեգոր դաշտ, որոնք ընդհանուր են, կլինի իսլամական, կլինի բուդդայական, դրա հետ է պայմանավորված, որ լիքը էքստրասենսներ էզոտերիկներ զգում են ինչ-որ տեսակ էներգետիկ դաշտ ուժեղ, իրար նման մի քիչ ուրիշ ցանկացած տեղ։ Այսինքն բավական է մի հատ սովորական մզկիթ կամ մի հատ սովորական
փուճուրիկ եկեղեցի, բայց սուրբ սարքել եւ այդտեղ արդեն այդ process-ը աշխատում է էգրեգորի։ Էգրեգորի մեջ գտնվում են տարբեր տեսակի ապրումներ, էմոցիաներ, զգացումներ, այսինքն ցանկացած մարդ ոնց է լինում, նայեք։ Հիմա պետքա այս X մարդը ցանկանում է թուղթուգիր անի X մարդու վրա։ Միտքը, կամքը, նամերինը, գործողություն, երբ որ դրվում է, էներգետիկան բարձրանում է էգրեգոր դաշտ, էգրեգորով գալիս է իջնում է, այսինքն փոխանցեց, եկավ ստեղ, տվեց։ Այս sense է աշխատում ընդհանուր։ Իսկ սրանք գաղտնի ինֆորմացիաներ են, որոնք մարդկանցից թաքնված են, սա ձեզ կարող թվա, որ մի քիչ նման է ֆիզիկայի ասածը, մարդկանց այնքանով են ասում, ինչքանով որ ասում են, եւ պատահական չի, երբ որ գաղտնի կառույցները աշխարհը կառավարող իրանք եւ ովքեր այդ գլխին կանգնած են, այդ երանգյունի աչքը էլի sense ասած։ Իրանք երգերը, այդ էստրադան փչացած, այսինքն սատանիստական մարդկանց լեզվով ասած, այդ սատանիստականի տակ լրիվ ուրիշ բան թաքնած, որտեղ այսօր տարբեր հավատքներով իրենց էական չի, մա դուք հավատաս X-ին, Y-ին, թե Z-ին, այդ բոլորը կրատանի մի ուղղության վրա եւ այն ֆիլմերը, որոնք իրանք ստեղծում են հոլիվուդյան, այն հումորը, այն երգերը, պատերազմները լինում, այդ ամեն ինչը շեղող պատրվակ է, զուտ, շեղող պատրվակ, որտեղ իրականում դուք երբեք չեք իմանա ճշմարտությունը, այսենց։ Իրանք իմանալով այսենց պարզ, իրանց համար, ձեր համար չէ, իրանց համար պրիմիտիվ պարզ բաները, կամ այն բաները, որ ընդերք դեպի ընդերք մոլորակի ներսում զարմանակ, որ լսեք կան էլի ապրողներ, ցիվիլիզացիաներ, էակներ, ոնց որ մենք ֆիզիկական, այլ մի զարմացեք եւ ոչ մի։ Եվ իրանք ոնց որ մեր մոլորակը ստանում է ամեն ինչ արևից եւ առանց արևի չի լինի կյանք մոլորակի վրա, ներսը, կասեք ներսը ինչի հաշվին է գոյատևում, ներսն էլ գոյատևում է տիեզերքում գտնվող սև խոռոչի չորն է դրա ասվածի էներգետիկ դաշտի եւ իրար մեջ փոխհարաբերության արդյունքում ասեմ դրանից ասեմ այդ էլ տենց աշխատում եւ ինձ ոչ մեկ չի կարող հակառակ ամուսի, քանի որ ես չեմ ասում կարծիք, չեմ ասում մի բան, որ լսել եմ, ես ասում եմ բաներ, որոնք որ կա